Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ոնց որ խոստովանել եմ անցյալ շաբաթ իմ այն ուղերձս, որ ձեզ դիմել եմ այդ անհրաժեշտության հետ կապված, որ բոլորիդ կարիքը ունեմ, այդ աջակցելու կարիքը ունեմ բոլորիցդ կողմից, հայտարարելով այն կարևոր հարցի շուրջ, առանձնապես կոնկրետ այսօրվա պարագայում Արցախի Հանրապետության ինստիտուտի պահպանման հարցը։ Հիմի ներկայացնեմ այն իրավիճակը, ինչ այսօրվա պարագայում մենք կամ ականատես ենք, կամ այդ բանը շարունակվում է։ Իմ բոլոր ջանքերից հետո, բոլոր այն ամենօրյա ռեժիմով այդ հարցը բարձրաձայնելով, կարևորացնելու հիման վրա, ուրեմն ինձ հրավիրել են հանդիպման, ինձ հրավիրել են քննարկելու այդ հարցի լուծման ճանապարհները։ Բոլոր այդ ընթացքում, այդ հանդիպման ընթացքում, բոլորի կողմից ես նկատել եմ, ընդունում եմ որպես անկեղծ մոտեցում, ընդունում եմ որպես անկեղծ շահագրգռված խոսքի քայլեր, որի հիման վրա բոլորը ձգտում են Արցախի պետական ինստիտուտի պահպանման հարցով։ Բոլորը ի նկատի ունեմ նրանք այսօրվա պարագայում, ովքեր պաշտոնակատար են, ովքեր ներկայացնում են ազգային ժողովի, թե պատգամավոր, թե ֆրակցիաների ղեկավարներ, թե նախկին պաշտոնյաներ են ներգրաված եղել, դա իմ աչքով ամեն ինչ տեսել եմ, որ այս կարճ ժամանակահատվածը, որ իմ ուղերձից հետո, ես հայտնվելով, գնալով դեղ, տեսնելով ինչ է կատարում, ես բոլորին դեղ տեսել եմ, բոլորին դեղ նկատել եմ, որ գալիս գնում են, քննարկումներ են անում, ամեն մեկ ինչի համար եմ ես բառերը օգտագործում, որ մեծամասնության, որ վաղվա օրը, ես կարամ արդեն համարձակ բաց էլի տեքստով խոսեմ, եթե դրական պատասխան լինի մինչև այս մոտակա ժամանակները, ողջունեմ, եթե բացասական պատասխան լինի, դատապարտեմ ու քննադատեմ։ Ուրեմն մեր հանդիպման իմաստը, եւ որ ինչ անդրադառնամ դրան։ Ինձ համոզել են, որ բոլոր այս իրավիճակը, որ ստեղծվել է այս հանգամանքների հետ կապված, բոլորը ձգտում են, բոլորը աշխատում են այն ուղղության վրա, որ այդ հարցի լուծումները ունենա դրական հիմք։ Ինձ համոզել են, որ մոտակա ժամանակները մինչև մոտավորապես ամսի վերջը, կամ թողել մի քանի օր էլ ավեր լինի, ընդհանուր հայտարարությամբ դուրս են գալու, ընդհանուր հայտարարությամբ, որովհետև նորից եմ ասում, ես այնտեղ տեսել եմ այն մարդկանց, ես այնտեղ տեսել եմ այն ներկայացուցիչներին, որ նախորդ իմ հարցազրույցների ընթացքում, իմ ուղերձի ընթացքում, ես ասել եմ, որ բոլորդ պիտի ներգրաված ելնեք, բոլորդ պիտի սա ամեն ինչ թողեք, գաք այդ հարցի լուծումը տալու համար։ Բոլորին ես դրա համար ասում եմ, տարբեր օրվա ընթացքում կամ ինչ-որ ժամանակահատվածում, բոլորը դեղ ներկա են գտնվել, ներկա են գտնվում, ու ես գիտեմ, թե մոտակա ժամանակներն էլ էլի ներկա են գտնվելու այդ հարցի լուծումը ստանալու համար։ Բայց ստեղ մի հատ կարևոր հանգամանք։ Այն մոտեցումները, այն կոչը, որ ես մինչև այդ ժամանակ ներկայացրել եմ, ու ես իմ դիրքից, իմ խրամատից ես դուրս չեմ գալու, դա մնում է ուժի մեջ։ Ամեն իմ ասած բառս, ամեն իմ ասած առաջարկս, ամեն իմ ասած հանրային, որ ասում է, հանրության առաջ իմ պատասխանատվությունից իմ խոսքի հետ կապված։ Հաշվի առնելով, որ այդ հարցի լուծումը, հաշվի առնելով, որ դա գտնվում է այն դաշտում, որտեղ խոսքի պատասխանատուներ են ազգային ժողովի պատգամավորները, ազգային ժողովի ֆրակցիաների ղեկավարները, այսօրվա պարագայում պաշտոնակատարները,
եւ նախկին պաշտոնակատարները Արցախի այդ իրավիճակում սկսած ցաներ իրավիճակից, սկսած բոլոր այն ժամանակները, որ դերակատարություն են ունեցել որպես պատասխանատու ի պաշտոնե, որոնք միշտ իրաց դերակատարությունով պիտի ցույց տային իրենց ծառայությունը ժողովրդի առաջ, այդ բոլորը այս պարագայում համար մեկ պատասխանատուն են ու համար մեկ այն մարդիկ են, որ այդ հարցի լուծումը պիտի ունենա։ Հիմա ես բոլորից ձեզ այսօրվա իմ ուղերձով կոչ եմ անում։ Այն զրույցը, այն առաջարկները ես ինչ արել եմ անցյալ շաբաթ, դա բոլորը ուժի մեջ է, բայց եկեք սպասենք ընդհանուր հայտարարությանը, իրենց ընդհանուր հայտարարությանը, որ վաղվա օրը չասեն, մենք իրենց խանգարել ենք, մենք իրենց ինչ-որ տեղ խոսքի բան չենք արել, ես մեկ եմ ուսը, սպասենք այդ ընդհանուր հայտարարությանը, որը, նորից եմ ասում, իրենց կողմից համոզիչ, ինձ համոզիչ եղել է այն ձևակերպումով, որ հարցի լուծումը ունենալու են։ Ու այդ հայտարարությունը, որ դուրս գան, այդ հայտարարության իմաստն էլ հենց դրա մասին է լինելու։ Հիմի, ինչի համար եմ ասում, սպասենք հայտարարությանը, որովհետև այդ հայտարարության հիման վրա, մեր աչքի առաջ, բոլորի մեջ, արդեն հասկանալի կլինի, այդ մարդիկ, այդ պատասխանատուները շահագրգռված են եղել Արցախի պետական ինստիտուտի պահպանման, թե ինչ որ իրաց ձևակերպոն, ինչ ձևի ձևակերպեն, մենք դա կհասկանանք։ Ու ես նորից եմ ասում, նորից եմ իմ կոչով, դիմելով բոլոր այդ պատասխանատու անձերին, բոլոր այդ պատասխանատու ղեկավարներին։ Այսօր որոշումը ձեր դաշտում է։ Արցախի հանրապետության սահմանադրությունը, Արցախի հանրապետության օրենքները թույլ են տալիս այդ որոշումը կայացնելու դրական իմաստով։ Թեկնածու ներկայացնել, նշանակել ազգային ժողովի նախագահ, թեկնածու ներկայացնել, նշանակել Արցախի հանրապետության նախագահ։ Վաղվա օրը չհորինեք ինչ որ ենթադրելով մտքեր, ես այն ընդհանուր բանի մասին եմ խոսում, որ պիտի ներկայացնեն խոսեն, չհորինեք ֆանտազիաների հետ կապված բաներ ու չփորձեք ժողովրդին այս իրավիճակում շեղել կամ այդ հարցի բանը գցել հետագա կամ ձգձգել ինչ որ հետագա ժամանակների հետ կապված այդ բանում։ Դա սաղ ուրեմն ինքնախաբեություն է, դա սաղ ուրեմն դա այն սկիզբն է արդեն ինքնաոչնչացման ու ինքնասպանության։ Դրա համար ասում եմ, այսօր հարցի լուծումը ձեր դաշտում է, իմ աչքով տեսել եմ, որ բոլոր ներկայացուցիչները դուք մասնակցում եք այդ քննարկումներին, վաղը եթե գա այդ ժամանակը անուններով եմ ասելու, ովքեր եմ տեսել, ովքեր են ներկա եղել այդ քննարկումներին, ու ասելու եմ նորից, որ այդ հարցի լուծումը ունեցել է, պիտի ունենա դրական որոշում, ու դուք դա չեք արել։ Ու եթե դա անեք, նորից եմ ասում, իմ կողմից անձամբ ողջունելու, իմ պարագայումս, իմ հնարավորությունների չափ, որպես հասարակության արցախայության մի մաս, իմ պատրաստականությունս աջակցել, իմ պատրաստականությունս օգտակար լինել ինչ-որ մինտեղ, իմ աջակցությունս պատասխանատվություն կրել, եթե պետքա ինչ-որ ուղղությունների կամ ինչ-որ հարցերի շուրջ։ Այ ասելիքս այսքան է ժողովուրդ, սահմանափակվում ենք ուրեմն այս մոտակա ժամանակները, այս ձևակերպումով, ես ձեզ ներկայացրի անցած շաբաթվա իմ ներկայացրած ուղերձի շարունակական իմաստը ոնց ձևակերպումով ընթանալու, իրենց կողմից առաջարկելով, որ համբերենք մինչև ընդհանուր հայտարարությունը, որի հիման վրա ես հարցը տվել եմ, ընդհանուր հայտարարությունը հասկանալի է, բայց այս գործընթացը պիտի գնա ու լուծվի դրական լուծումներ ստանալու համար։ Բոլորի կողմից ստացել եմ դրական արձագանք, որ անելու ենք, անում ենք ամեն ինչ, որ դա ունենա դրական լուծում, դրական պատասխան
Արցախի պետական ինստիտուտի պահպանման համար, որովհետև Արցախի պետական ինստիտուտը այսօր միայնակ կառույցն է մեր իրավունքների, մեր հետ վերադարձի, Արցախի հիմնախնդրի ամենալուրջ, ամենաուժեղ զենքն է, ամենաուժեղ այն բանն է, որ ասում է, միջոցն է, որ մենք դրանով պիտի առաջնորդվենք ու մենք դրանով ենք առաջնորդվելու վաղվա մեր հույսերը Արցախի հետ կապված, մեր իրավունքները ստեղ, մեր հարցերի հետ լուծումների հետ կապված։ Ստեղ մի հատ ավելի կարևոր հանգամանք էլ ասեմ ներկայացնեմ։ Այս պարագայում, որ Արցախի ինստիտուտը պահպանվում է, սրանից հետո այդ ինստիտուտը պիտի ծառայի ժողովրդին, պիտի մենակ զբաղվի ժողովրդի հարցերով։ Այս ինստիտուտը չպիտի աշխատի որպես գործիք ինչ-որ ուժերի, ինչ-որ մարդկանց համար մեկի մյուսի դեմ հանելու, որովհետև սա պառակտում է մտցնում ընդհանուր մայր Հայաստանում այս մոտեցման հիման վրա։ Սա պառակտում ու ատելություն է առաջացնում մեր ժողովրդի մեջ։ Սա պառակտում է մտցնում մեր ամբողջ այս հարցի լուծման կամ այս միասնություն համախմբվածության այդ ձևաչափի ձևակերպումի մեջ։ Դրա համար նորից եմ ասում, այս ինստիտուտը պիտի մնա, այս ինստիտուտը պիտի մնալը իր կարևորությունը նրա մեջ պիտի լինի, որ ինքը ծառայի ժողովրդին։ Ու ես վստահեցնում եմ ձեզ, եթե այս ինստիտուտը իր ամբողջովին բանով վերականգնվի ու ծառայի ժողովրդին, ու ժողովրդի կողքը լինի, ես վստահեցնում եմ ունենանք բազմաթիվ հարցերի լուծման պատասխաններ, ոչ մեկը չի քննադատի, եթե այս ինստիտուտը ծառայի ժողովրդին, ոչ մեկը չի դատապարտի ոչ մի անձի ղեկավարի, եթե ինքը անկեղծ նվիրված ծառայում է ժողովրդին։ Ոչ մեկը ստե ինքնանպատակների համար չպիտի պաշտոն զբաղեցնի, ոչ մեկը այս իր կյանքի բարելավման կամ էլ ինչ-որ դրա մեջ միջոց չպիտի տեսնի, ինչ-որ հաջողությունների հասնելու համար։ Ես դրանց ամեն մեկին անվանում եմ սրիկա, ես նմանատիպ ամեն մեկի մարդուն անվանում եմ նիգաձայ, ու դա իրենք ամեն կողմից էլ դատապարտվելու են, եթե նկատվի տես նմանատիպ հանգամանքներ կամ էլ մոտեցումներ։ Ու այսօրվա նորից եմ ասում, իմ կոչս, իմ ներկայացնելու այս բաները, իմաստը խոսքերի դրա մեջ է, որ մենք այսքանի ժամանակը համբերատար լինենք, բայց ես անձամբ, ու ես գիտեմ, թե բոլորդ էլ եք, բանենք, որ ասում է, հետևողական կլինենք բոլոր այդ իրադարձություններին, անձամբ ես ստանալով հստակ պատասխաններ, ես ուզում եմ դրան արդյունքները տեսնեմ։ Խոսելով չի, խոսելով ես ընդունեցի, հիմի սպասում ենք արդյունքներին։ Արդյունքները լինելու է ընդհանուր հայտարարությամբ, որը ինձ ներկայացրել են ու համոզել են, նորից եմ ասում համոզել են, որ դա լինելու է դրական, որովհետև բոլորը իրաց կողմից ներկայացրել են, որ շահագրգռված են, բոլորը իրաց կողմից ներկայացրել են, որ դրա լուծման համար են այս քննարկումները բանանում, մնացած հարցերը, մնացած որ ասում է բաները, կասկածանքները, մնացած այն հարցերը, այն որ էլի մենք անվանում ենք ինչի խնդիրների հետ կապված է, դա մենք թողնում ենք այս հայտարարությունից հետո, որովհետև ընդհանուր հայտարարությունից հետո մենք ինքներս որպես հասարակություն, որպես հասարակության մի մաս, մեր դերակատարությունով, մեր մասնակցությունով, մեր պահանջատեր լինելով, մենք իրական քայլերով, իրական գործողություններով, եթե բացական պատասխան ստացանք, ստիպելու ենք, ճնշելու ենք, որ գնա հարցը լուծում ունենա դրական, եթե դրական պատասխան ստանա, լինելու ենք պահանջատեր այն ղեկավարությունից, այն մարդկանցից, ովքեր այդ պաշտոնակատարությունը ստանձնում են, ովքեր անկեղծ նվիրված բան են անում, դրսևորում են իրենց որպես այդ բանի ներկայացուցիչներ ու հարցի լուծումներն էլ ընթացքում էլ կունենանք ու կստանանք։ Այ ասելիքս այսքան է, համբերում ենք մինչև մոտավորապես ամսի վերջը կամ գալիք ամսվա սկզբերը ընդհանուր հայտարարությունով դուրս են գալու իրանք ներկայացնեն։ Ու մենք նորից եմ ասում, այս կարգավիճակում, այս պարագայում մնում ենք որպես պահանջատեր, մնում ենք որպես այն ներկայացուցիչները, այն կազմող մասան, որը այդ իրավունքների տերն է, որը այդ ինստիտուտը պահպանողը ու այդ ինստիտուտը ստեղծվել է այդ ժողովրդի, այդ հասարակության
շնորհիվ, այս ժողովրդի, այս հասարակության զոհտված իրենց ամեն ինչով, այդ դրա համար ամեն ինչ անելով, քայլերի գնալով, որոշումներ կայացնելով, հարգելի ֆրակցիաների ղեկավարներ, հարգելի պատգամավորներ, հարգելի պաշտոնակատարներ ու նախկին պաշտոնյաներ, 1000 անգամ կմտածեք, 1000 անգամ գնալու որոշմանը մտածեք, որ ինչ խոսքի արձագանքներ կամ ինչ պատասխանների կարժանանակ, կամ դա կլինի ողջունելի, կամ դա կլինի դատապարտելի, ու դա մենակ խոսքերով չի լինելու, ասածս հիշեք, շնորհակալություն։